Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 18-ի համար։ Օրը երեքշաբթի է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 18-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ մեկի վրա կգորգռակ կամ ինչ-որ բանի հետ է դա կապված, որ կարող գորգռալ։ Էմոցիոնալ կլինեք, կհանդիպեք որևիցե տղամարդու հետ կամ իր հետ խոսելուց այդ էմոցիաները կլինեն։ Միգուցե ձեր հայրն է կամ պետական աշխատող է, միգուցե պետավտոտեսուչ է, հա, իրեն տեսնելուց։ Եվ այստեղ, եթե դուք նեղված եք ձեր զույգից, վիճվել էիք ձեր ընտանիքի անդամների հետ, ապա ամեն ինչ կկարգավորվի, կհաշտվեք միմյանց հետ եւ ինչ-որ մի բան է ուշանալու։ Միգուցե ձեր երկրորդ կեսն էր ուշանալու դրա համար եք վիճել մինչեւ հիմա, ամենայն դեպս, հա, ինչ-որ մի բան ուշանալու է մոտավորապես 3 ամիս։ Ինչ-որ մի բանի պետք է սպասեք այդքան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 18-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը հաջողություն ունեք, նոր դռներ են բացվում ձեր առջև եւ դրա համար կարող եք էմոցիոնալ լինել, բավականին ուրախ լինել, միգուցե դա է այստեղ, որովհետեւ ինչ որ պահեր են, դա այդ էմոցիաները արդեն հաջողության հետ են կապված, որտեղ ոչինչ չկա մոտը, ուրիշ բան։ Միգուցե գործարք եք կնքում, պայմանագիր եք կնքում, ոմանք կարող են ամուսնության առաջարկ ստանալ, սիրո խոստովանություն, նաեւ կարող եք հրավերք ստանալ հարսանիքի կամ պատրաստվում եք, միգուցե ձեր հարսանիքն է, նշանադրության։ Եվ դա հենց ցիկլային աշխատանք կարող է լինել, ինչ որ գործարք է նաեւ։ Եվ
լուսավոր մի բան տեղի կունենա, որն էլ որ ձեզ կուրախացնի, ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Եվ ինչ-որ մի բան է ուշանալու, միգուցե հենց օձերի պատճառով է ուշանում, դա մոտավորապես 2.5 ամիս կարող է տևել, իրենց պատճառով է, որ այդ ամենը ուշանում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 18-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը երկերեսանի մարդկանց հետ կվիճեք առավոտյան։ Նաև օրվա ընթացքում սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի եք սպասում, ինչ-որ պատասխանի եք սպասում, լավ լուր կստանաք, բարի լուր կստանաք, նա ուր է հղիության, ծննդաբերության մասին է, ամենայն դեպս աղավներին միշտ լավ լուր է բերում։ Եվ երեկոյան եւս էլի հաջողություն ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 18-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը հաջողություն ունեք։ Նաև այստեղ արդեն չեմ կարողանում ասել, հետո կգրեք, գործերը կարողանում եք այդ օրը առաջ տանել, թե չի ստացվում։ Միգուցե ինչ-որ հնարավորություն է ստեղծվում գործերը առաջ տանելու։ Որովհետև ընդհանրապես այս քարտը թարս է, դա նշանակում է, ոնց որ ոչ թե առաջ է գնում, այլ հետ է գնում։ Համար հետո կարող եք գրել այդ օրը անցնի։ Գրեք տեսնեմ այդ հաջողությունը կարող է մեկ այլ բան է, բայց ձեր գործերը չեք կարողանում հասցնել տանել առաջ։ Միգուցե նաև հաջողություն է ձեզ սպասվում եւ ձեր գործերը տանում եք առաջ։ Այդ օրը ոչ է նամակ, ոչ է փաստաթուղթ կարող եք ստանալ, ինչ-որ բաներ ստորագրել նաև, թե բաներ եք պատվիրել կարող եմ գալ։ Նամակագրական կապի մեջ լինել միգուցե այս տղայի հետ,
Եվ հանդիպում շփում ոյցե տղայի հետ, նաև ոյցե գաղտնիք կարող է բացահայտվել, ոյցե մի պայթունային ինչ-որ բան կարող է բացահայտվել, միգուցե այդ տղան է ասում, միգուցե տղայի մասին է նաև, եւ եթե ձեզ ինչ-որ բան առաջարկի, պետք է մի փոքր ուշադիր լինել, որովհետև դա փուչիկ է, ինչ-որ փուչ բաներ են։ Եվ երեկոյան երկար սպասված ոյցե նամակ, էլի փաթեթ, ինչ-որ բաներ կստանաք, որին սպասել էիք, երկար ժամանակ է։ Այսքանը ձեզ համար միգուցե ինչ-որ տեղեկատվություն է։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին նոյեմբերի 18-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը ոյցե լուսավոր մի բան տեղի կունենա, միգուցե այն ինչ-որ փակեր բացվում է, չեմ կարող այստեղ ասել, միգուցե մեկ այլ բան է լուսավոր ինչ-որ կետ ունենում, լուսավոր մի բան է տեղի ունենում, մյուս կողմից ինչ-որ մի բան է փակ, չեք կարողանում անել, դա կապված է արդեն այս պարագայում որոցե տղայի հետ։ Եվ ձեզանից կարող է ժամանակին է տղայի հետ կապված եղել, հիմա այս պահին ձեզանից է կախված։ Եվ որոցե մասնագետ, այստեղ պետական հիմնարկության հետ կապված, հնարավոր է ուսման հետ, հնարավոր է դատական գործեր եւ այլն բժշկական հիմնարկություն, ինչ որ մի բան կարող է ձեզ համար բացահայտել, այնպեսի մի բան է, որ դուք չգիտեիք այդ մասին, հա, այդպես փուչիկի նման կարող է պայթել ինչ որ նորություն։ Եվ տատանվում եք, միգուցե առավոտյան եք տատանվում, թե ինչ անեք, որ այդ փակը որ ստացվի, բացվի, լինի։ Եվ կարող է այդ փուչիկից հետո եք ուղղակի տատանվում, ինչ որ բան եք իմանում եւ դրանից հետո սկսում եք տատանվել։ Եվ ժամը ձեզ համար շատ կարևոր է, կամ ուշ ժամի տուն կգաք, կամ կարող եք ուշ ժամի քնել, հա, դա նաեւ ասում են, որ մի քիչ շուտ քնեք, որպեսզի կարողանաք արթնանալ, այդպես նաեւ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 18-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ խոչընդոտներ կան, բայց շատ արագ այդ ամենը կանցնի, ինչ-որ լուսավոր մի պահ է լինելու և այդ ամենը անցնելու է, ձեր տրամադրությունը կփոխի անմիջապես։ Ինչ-որ մի բան է կանգնած, ինչ-որ մի բան կուշանա մոտավորապես 1.5 ամիս։ Նաև պետական հիմնարկության հետ կապված ինչ-որ նամակ եք ստանում, սպասում, տեղեկատվության եք սպասում, դա կստանաք։ Լինի դա պետական հիմնարկություն, լինի դա ուսման կենտրոն, նաև բժշկական կենտրոն։ Օրվա ընթացքում ձեր շրջապատում կան նաև երկերեսանի մարդիկ, փորձեք քիչ կիսվել։ Եվ որոցե հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, միգուցե իր պատճառով է, դա հստակ չեմ կարող ասել։ Տարբեր ժամանակահատվածներ են, բայց կարող է ինքը ձեզ հեղափոխի մինչև այդ արդեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերի 18-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը կամ հույսներ դրեք ոչ տղամարդու վրա, կամ հույսով սպասում եք այդ տղամարդուն, կամ հույսով եք, որ գնալու եք այդ մարդու հետ խոսելու եւ ամեն ինչը ձեր ուզածով է ասելու։ Կարիերայի չնչին փոփոխություն, բարձրացում, առաջ խաղացում, ոչ էլ լուսավոր մի բան տեղի կունենա, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի, բայց ինչ-որ բան է փակ, ինչ-որ բան չի ստացվում, միգուցե նամակից է, միգուցե փաստաթուղթ է, որ պակասում է, ինչ-որ մեկի SMS չի գրում, որպեսզի հասկանաք կլինի արդյոք դա թե ոչ, ինչ-որ պահեր են դա։ Օձեր կան, չար վերաբերմունք, նախանց մարդիկ, օրվա վերջ նաև այստեղ կամ աշխատանքից բավականին շատ եք հոգնել ու գաք պարկ եք, ձեզ վատ եք զգալու, կամ նաև ուշադիր եղեք այդ օրը աշխատելուց, որովհետև հնարավոր է նաև ձեզ վնաս է կախվածը թե ինչ եք աշխատում։ Կամ իրոք աշխատանքից դուրս եք գալու, որովհետև հիվանդանոցում ինչ-որ մեկը կա եւ պետք է գնաք իր մոտ։ Ոնց որ կիսատ եք թողնում կամ աշխատանքի եք անցնելու հիվանդանոցում, ոչ բժշկական կենտրոնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 18-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը ոչ է նամակ կստանաք, տեղեկատվություն, հնարավոր փաթեթ է, ինչ-որ մեկից SMS է, որը նաև ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա, ձեր տրամադրությունը կբարձրացնի, հնարավոր է նաև դրանից է, ինչ-որ այդ ստացած ինչ-որ բանից է։ Եվ ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք աշխատանքի վայրից երկար սպասված տեղեկատվություն կստանան, նաև ոչ է պետական աշխատողից եք կարող ինչ-որ տեղեկատվություն սպասում և դա կստանաք։ Նաև հարցազրույց դա կարող է լինել էլի նորից երկար եք սպասել։ Կտրուկ քայլ կանեք, կտրուկ ինչ-որ հարցին ելք փնտրելու համար այդպես ինչ-որ կամ անսպասելի քայլ կանեք կամ կտրուկ որոշում կկայացնեք այդ հարցին լուծում տալու համար։ Նաև սա անսպասելի ինչ-որ վատ լուր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 18-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հանդիպում ունեք ոչ է պետական հիմնարկություն ինչ-որ մի տղամարդու հետ, նաև դա կարող է լինել բժշկական կենտրոն, դա կարող է լինել ուսման կենտրոն, օրվա ընթացքում կգորգռաք ինչ-որ մեկի վրա, կամ ինչ-որ բանի համար դա կարող է լինել, և երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, ձեր կարիերայի հետ կապված, միգուցե այնպես են անում, որ կարիերան առաջ չգնա, և սեղանի շուրջ եք նստելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 18-ին։
Հարգելի այճեղջյուրներ, այդ օրը ինչ-որ հաջողություն ունեք, որից առաջ խաղացում, լուսավոր մի բան, նոր դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ է ստեղծվելու առավոտյան շատ շուտ։ Օրվա ընթացքում կամ դուք եք պարկած հիվանդ եք, կամ նաև ինչ-որ մարդ կա, որ պարկած է հիվանդ է, կամ գնում եք հիվանդանոց, կամ ձեզ լավ չեք զգում, պարկում եք։ Միգուցե աչքով են տալիս, այնտեղ աչքի ուլունք դրեք ձեզ հետ։ Նաև ինչ-որ միտեղ կգնաք, երկար կմնաք կամ կարող գնում եք հիվանդանոց, ինչ-որ մեկին տեսակցության այնտեղ եք մի փոքր երկար մնում։ Տան հետ կապված իրադարձություններ են, այստեղ կամ տուն եք փնտրում, կամ կամ տեղափոխվում եք, տուն եք մաքրում, հյուրեր եք ընդունում և ինչ-որ հարցերում տատանվում եք, ինչ-որ բաներ են ձեզ տանջում երեկոյան քնելուց, ինչ-որ կասկածներ են դրանք, կամ ծանրութեթև եք անում ինչ-որ մի իրավիճակ օրվա ընթացքում, որ եղավ, և ժամը ձեզ համար շատ կարևոր է, կամ շուտ պետք է քնեք, կամ այդտեղ շուտ եք արթնանալու, կամ նաև ինչ-որ լուսավոր մի բան է, կամ հաջողություն նաև ժամի հետ է կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 18-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը կարող եք սիրահարվել, սիրախոստովանություն լսել, ձեզ սիրված գար, մի տեսակ այդպես հավեսով զարթնել և սիրով անել ամեն մի գործ։ Կտրուկ քայլ կանեք, կամ ինչ-որ անսպասելի մի բան տեղի կունենա, կարիերայի բարձրացում, առաջ խաղացում ունեք այստեղ, միգուցե պաշտոն են ձեզ տալիս, այնտեղ որտեղ աշխատում եք, նաև միգուցե պաշտոնի մասին լավ լուր եք լսում։ Համենայն դեպս լավ լուր ունեք, բարի լուր ունեք այդ օրը, կարող է ծննդաբերության կամ երեխայի հղիության մասին է, կամ մեկ այլ լավ լուր։ Կգնաք ոչ միտեղ, երկար կմնաք, կամ կսպասեք, կամ ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է կանգնած, և ելք եք փնտրելու այդ հարցին լուծում տալու համար։ Նաև դա որպես կարող է վատ լուր իմանաք, որ ինչ-որ մի բան կանգնած է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 18-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, թույներ, նաև վատ վերաբերմունք, նախանձ մարդիկ, բայց էլ լուսավոր մի բան տեղի կունենա եւ կամ առողջության վերաբերյալ է դա, կամ ամեջապես դրանք ձեր տրամադրությունը կգցեն, ինչ-որ մի բան կասեն, ոնց որ տրամադրությունը բարձր կլինի եւ ամեջապես ինչ-որ բան կանեն։ Նաև դա կարող է ինչ-որ մեկի առողջությանն է վերաբերվում, այդ օրը ավելի լավ կզգայրեն կամ ինչ-որ մի բան կփոխվի դեպի լավը։ Օրվա ընթացքում կամ ինչ-որ մեկի հետ ժամ կպայմանավորվեք կամ արդեն պայմանավորված եք, պետք է ուշադիր լինեք, որ չուշանաք։ Նաև կամ ժամանակ կանցկացնեք ինչ-որ միտեղ եւ երեկոյան որևիցե լավ լուր կլսեք, ինչ-որ բարի լուր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։